բարի լույս, իմ շատ սիրելի բաժանորդներ, հարազատներ, բարեկամներ, աշխարհով մեկ սփռված հայեր ջան, դուրս եկա մեր բալկոն, տեսա արև անուշ եղանակ, որոշեցի կոֆեն դնեմ, գամ մեր բալկոն, ձեզ հետ միասին կոֆե խմել։ Հիմա դուք էլ ձեր կոֆեն դրեք, եկեք միասին խմենք։ Այսօր սիրելիներս, տեսեք ինչ հաճելի արևոտ, տաքուկ, երկինքը կապույտ, պարզ, ջինջ, անապ եղանակ է։ Ճիշտ է, արևը լավ չի տաքացնում, բայց ասեմ, որ ջերմացնում է թեթև, չեմ մրսում, մի հատ շալ եմ գցել, անգամ չեմ մրսում, սիրելիներս։ Այս գեղեցիկ հաճելի արևից հոգիս էլ է ջերմանում եւ ուզում եմ ձեզ սիրելիներս իմ շնորհակալական խոսքը ասել։ Շնորհակալ եմ բոլորիցդ անհատական ձեր բարի, ջերմ, գեղեցիկ մեկնաբանությունների համար։ Սիրելիներս, ձեզ կամենում եմ մի բուռ սեր, խաղաղություն, ջերմություն, բարություն, Աստծո լույսն ու օրհնությունները անպակաս լինեն ձեր օջախներից, լավ բարեկամներ։ Սիրելիներս, ինչպե՞ս եք։ Ես լավ եմ, փառք Աստծո։ Գիտեմ, որ դուք էլ եք լավ, եղեք առողջ, եղեք ուրախ, եղեք երջանիկ, միշտ ուրախ լինեք, իմ հարազատներ, իմ բարեկամներ, միշտ Աստծո կողմից օրհնված լինեք։ Դրսում կոֆե խմելը ուրիշ հաճույք է, սիրելիներս։ Արևն էլ աչքերիս մեջ է, բայց ոչինչ, թող տաքացնի, այսպիսի մի խոսք կա, չէ, գարնան արևը հարսիս, աշնան արևը աղջկաս, այդ ժամանակ մեր շատ վաղուց մեծերն են ասել, գարնան արևը ինչի հարսին, որ հարսը սևանա, գարնան արևը սևացնում է, իսկ աշնան արևը ջերմացնում է, որ նստում ես, բայց ես չեմ վախենում սևանալուց, թող սևանամ, օրգանիզմս ավելի կոփվի, առողջարար է արևի ճառագայթները մեր օրգանիզմի համար։ Կարծես թե գարնան հոտը գալիս է արդեն, ճիշտ է, գարունը եկել է, բայց չէր նահանջում ձմեռը։ Չնայած դեռ բավականին ձուն կա, բայց երեկվանից լավ հալվում է, երեք ամուսնուս ցույց տվեցի հոլովակում, մաքրել են բավականին, այս մեր դռան դեմն էլ են մաքրել, որ շատ չհալվի, սիրելիներս, որ հալվում է, դեռ մեր ոտքերի տակը պատրաշի, դեռ շատ անելիքներ ունենք, գործեր ունենք դրսում կատարելու, շինարարական գործեր ունենք, դեռ շատ գործեր կա այստեղ անելու, ավելի գեղեցկացնելու, ավելի մեր ոտքերի տակը, որ չոր լինի, տեսեք ձյունը եկել է ցեղ եւ ամբողջ կոշիկները ցեխոտվում է։ Հիմա տեսնենք, այս տարի հաջողություն լինի, այդ գործերն էլ կկատարեն։ Այնքան թանկացել է շին մատերիալը, որ ասելու չէ։ Ճիշտ է, ձեռքի աշխատանքին գումար չենք տալիս, տանից են աշխատողները, փառք Աստծո, դա էլ որ տայինք արդեն էլ բավականին մեծ կլորիկ գումար կկազմեր։ Հերթով կարգով կանենք կամաց, միայն առողջություն լինի, սիրելի հետևորդներ ջան, ամեն ինչն էլ կլինի։ Նորից մենակ եմ, տանը գնացել են գործի, հավաքել մաքրել եմ, հիմա էլ ասեցի այս արևոտ անուշ եղանակին կոֆեն խմեմ իմ սիրելի բաժանորդների հետ, նոր կանցնենք ինչ պատրաստելու
այսօրվա գործին, սիրելիներս։ Դուք էլ ինձ հետ խմեք, վերջացրեք, տեսնենք ինչ ենք այսօր պատրաստում։ Սիրելիներս, մինչ խոհանոց անցնելը որոշեցի այս գեղեցիկ դեկորատիվ ծառը ցույց տալ, արդեն լավ աճում է, իսկ հիմա գնանք խոհանոց, որոշել եմ պատրաստել կոնֆիտյուրով պիրոգ։ Կոնֆիտյուրով պիրոգի բաղադրիչները արդեն նախապես պատրաստել եմ։ Վերցրել եմ 7 ձու, 150 գրամ սալորի ջեմ, 150 միլիգրամ կաթ, 250 գրամ շաքարավազ, 100 միլիգրամ բուսայուղ, 1 լավ թեյի լիքը գթալ վանիլին, կես թեյ գթալ փխրեցուցիչ և մաղած մոտավորապես 400 գրամ ալյուր։ Հիմա ձուն լցնում եմ միքսերի ամանի մեջ, ձվի վրա ավելացնում եմ շաքարավազը և մի լավ հարում եմ, մինչև 2-3 անգամ խմորը բարձրանա։ Սկզբից ցածրի տակ կդնեմ, հետո կամաց կարագացնեմ արագությունը միքսերի։ Սիրելիներս, ես բաղադրատոմսը անպայման կգրեմ և կտեղադրեմ գրառման բաժնում։ Խմորը արդեն լավ հարվել է, սիրելիներս, հիմա պետք է ավելացնեմ բուսայուղ։ Եվ մի թեյի լիքը գթալ վանիլին։ Նորից միացնում եմ, որ մի փոքր էլ հարի, նոր կավելացնեմ կաթ։ Բուսայուղից հետո ավելացնում եմ մի բաժակ կաթ։ Նորից միացնում միքսերը, մի 2 վայրկյան հարելուց հետո նոր կավելացնեմ արդեն ալյուր, իսկ հիմա ալյուրի վրա մաղած ալյուրը ավելացնում եմ փխրեցուցիչ, կես թեյի գթալ։ Կաթն էլ հարեցի, վերջացրեցի, նասատկան փոխում եմ։ Միքսերի թաթիկը պետք է դնեմ այն նասատկան, որով պետք է հարեմ հիմա խմորը։ Ավելացնում եմ արդեն այս պատրաստի զանգվածին ալյուր։ Ալյուրը ես նախապես մաղել էի, բայց նորից մաղելով կլցնեմ։ Հիմա մի փոքր ալյուր կլցնեմ, միքսերը կմիացնեմ, կհարի, նոր կավելացնեմ նորից ալյուր։ Այս ջեմով տարբերակը շատ համեղ է ստացվում, երեխաները շատ են սիրում թեյի հետ ուտել, մենք էլ սուրճի հետ կուտենք այս համեղ պիրոգը։ Հիմա միացնեմ, թող հարի միքսերը։
Հիմա մի քիչ եմ ավելացնում, սիրելի հետևորդներ ջան, մի խոսքով քիչ ավելացնում եմ, մինչև ստանամ կոգ, համասեռ, զանգված և ոչ շատ պինդ խմոր, ոչ էլ թույլ, ես ցույց կտամ։ Սիրելիներս, խմորը պատրաստ է, տեսնում եք ինչ լավ խմոր ստացվեց, այսպիսի խմոր պետք է ստանանք, ստացվեց լավ, ընտիր, համասեռ զանգվածով խմոր, ջեռոցի տապակի մեջ դրել եմ յուղաթուղթ, հիմա որոշեցի մի փոքրել յուղաթուղթը և ջեռոցի տապակի կողքերը պատեմ բուսայուղով, ջեռոցն էլ արդեն միացրել եմ, 200 աստիճանի տակ եմ դրել, տաքությունը վերև ներքև ռեժիմով, պետք է ջեռոցը լավ տաք լինի, հիմա այսպես սիրուն, հավասարաչափ ձեթով կպատեմ, նոր կլցնեմ խմորը։ Մի հատ էլ եմ խառնում լավ, նոր խմորը լցնում եմ ջեռոցի տապակի մեջ, այսպիսի խմոր պետք է ստացվի, ոչ շատ պինդ, ոչ էլ շատ թույլ։ Խմորի երեսը սիլիկոն է գդալով հարթեցնում ենք, նոր ավելացնում ջեմը, ինձ մոտ ասեցի, որ կանֆիտյուր է, հիմա մի փոքր կտրորեմ, որ բացվի, կարող ենք հատիկներով էլ դնել և հերթով կշարեմ, ինչպես ցանկանում եք, եթե պատրաստեք, սիրելի հետևորդներ ջան, լցնում եք նաշ ու նիգար չի, մեր մեծերի ասելով, ոնց ուզում եք այնպես էլ լցրեք, ես ոնց պատահի լցնում եմ, հատուկ ինչ-որ ձևով պետք չի լցնել։ Ջեմը լցնելուց հետո կարող ենք խառնել պատառաքաղով կամ գդալով, գծիկներ անել, ուրիշ տեսք գեղեցկացնել, բայց ես այդպես էլ թողնելու եմ, հենց այսպես, հիմա կլցնեմ, կվերջացնեմ, ջեռոցն էլ տաք է, պատրաստ է, կդնեմ թխվելու, թխվելու ընթացքն էլ ցույց կտամ։ Պիրոգը ջեռոցի մեջ դնելուց հետո անցել է 7 րոպե, տեսնում եք, ինչ լավ բարձրանում է, շատ ընտիր ստացվում է։ Սիրելի հետևորդներ ջան, արդեն հանել եմ գազօջախից, պատրաստ է պիրոգը, ընտիր։ Պիրոգը թողել եմ լավ սառել է, նոր կտրում ենք, բաժանում ենք մասերի, սիրելիներս շատ ընտիր, կարմիր տեսքով, անչափ փափուկ է, անչափ, կտրելուց երևում է, որ շատ փափուկ է, եթե ցանկություն ունեք, պատրաստեք և անուշ արեք, դուք և ձեր թոռներն ու երեխաները, իրոք շատ գոհ կմնաք բոլորդ էլ, ընտիր է ստացվում։ Իսկ հիմա սիրելիներս մի կտոր կտրած պիրոգից
Փորձենք միասին և ցույց եմ տալիս, տեսեք ինչ ընտիր ստացվել է։ Դանակով կտրեմ, 2 կես անեմ, մեջն էլ տեսնենք։ Տեսեք ինչ լավ ստացվել է, փափուկ և շատ համեղ, արդեն փորձել ենք, մի փոքր էլ կփորձեմ։ Վիդից երևում է, որ շատ համեղ է։ Շատ համեղ է, ճիշտ է։ Քիչ բաղադրիչներով ընտիր պիրոկ ստացանք։ Օգտագործել եմ սալորի ջեմ։ Հարմար է թե կոֆեի հետ և թե թեյի հետ, առավոտները երեխաները խմեն, գնան դպրոց։ Այսօր էլ այսքանը, սիրելիներս, այսքանով ավարտում եմ այսօրվա հոլովակը, մաղթում եմ ձեզ եղեք առողջ և օրհնված, ցտեսություն, մինչ նոր համեղ, գեղեցիկ, քաղցր տեսահոլովակներ։ Ձեզ հետ էր ձեր շատ սիրելի տիկին Մարինե։